Ես ավարտեցի Ջորջ Օրվելի Անասնաֆերման։ Քննարկենք։ Չգիտեմ էլ ինչից սկսեմ, ախր այնքան բան կա ասելու այս գրքի մասին։ Նախ առաջինը այս գիրքը ես ավարտեցի մի օրում։ Այստեղ խոսվում է հեղափոխության մասին, ու ստեղ կերպարներ կան, որ ահա որ վրես ազդել են մինչև վերջ։ Այսպես մինչև վերջը ես ինձ կարդում էի, սպասում էի, որ իրանք տենց խելքների գլուխների կհավաքեն, բայց չստացվեց։ Սենց շատ կետեր կա, ես չգիտեմ որին անդրադառնամ, սենց որը կհիշեմ հիմա կանդրադառնամ։ Հեղափոխության ժամանակ իրանք առաջնորդվում էին մարդուց ազատվելու ազատության մեջ։ Հետո որ իրանք կարողացան իրավիճակը փոխեն, ստացի այդ մարդիկ, այդ կենթայինները անում էին նույն աշխատանքը ու վերնագրում էին իրանով, որ իրանք ազատ են։ Ոնց ասում էին, տենց գնում էին այդ ուղղությամբ։ Կարևորը մարդկանց ձեռք չենք, կարևորը մենք հիմա ազատ ենք, խոսքի իրավունք ունենք։ Հետո շատ ազդեց Նապոլեոնի կերպարը։ Երբ Նապոլեոնը եկավ տենց իրան եսին ինչ գլխավոր նշանակեց, հետո սկսեցին խոզերին ուրիշ ձև վերաբերվել։ Եթե դու խոզ ես, դու առավել ես վատ իրավիճակում, որ հայտնվում էին, կենթայիներով սոված էին մնում, իսկ այնտեղ ընջույքներ էին տեղի ունենում։ Ինչ լինում էր, ծնագնդին էր մեղավոր, թեկուզ իրանք վատ էին կառուցել իրենց պատճառով քամին տարավ, էլի ծնագնդին էր մեղավոր։ Այ չհասկացա կատվի կերպարը։ Նախ մի հատ առանձնացնեմ իրանց այն սիմվոլիկ կերպարին էլի, այն խոզին, որը սկզբում այդ հեղափոխությունը գլխավորել էր, հետո մացա, որ իրան տենց դարձրեցին ապստամբության, ասենց գաղափարները փոխանցելու կերպար։ Ձիու կերպարը ընդհանրապես ազնիվ էր ու իր գաղափարներին հավատարիմ էր։ Բայց փաստացի ինքը առաջինը զոհ գնաց այդ համակարգին։ Եկե էշի կերպարը, որը լուռ էր, ինքը ամեն ինչ հասկանում էր ինչա տեղ ունենում, ինքը հասկանում էր, որ ոչ մի բան չի փոխվելու։ Խելացի էր, բայց ինքը ոչ մի բան չարեց։ Ինձ ավելի շատ ապշեցնում էր այն փաստը, որ այն ոչ մեկ ոչ մի բան չասեց։ Վերջը ինչ էր ուզում ասել Ջորջ Օրվելը։ Հեղափոխությունը ընդհանրապես ոչ մի բան չփոխվեց, որովհետև համակարգներն նույնն է։ Ու այդ գրքի վերջի հատվածն է շատ դուրս գալիս, որ ասում է Անդերսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից մարդուն, սակայն անկարող էին մեկին մյուսից տարբերել։ Ես այս գիրքը 100% անգլերեն եմ կարդալու, հաջորդ գիրքը որ կարդալու եմ Շեքսպիրի 12-րդ գիշեր կամ ինչ որ կամենակ, մաքսիմում 2 օր։ Դու չմոռանաս պատրաստել էջին։